Այս հաղորդաշարը հովանավորվում է Ջոյս Մայերի ծառայության ընկերների և գործընկերների կողմից։ Ուզում եմ, որ այս հաղորդումից հետո որոշ ժամանակ հատկացնեք և խորապես մտածեք այն մասին, թե ինչպես եք վերաբերվում ինքներդ ձեզ։ Ինչ վերաբերմունք ունեք ինքներդ ձեր նկատմամբ։ Արդյոք մեղադրում եք ձեզ ինչ-որ բաների համար, որոնք տեղի են ունեցել շատ վաղուց։ Այսօր նոր սկիզբ դնելու օր է։ Ես Ջոյս Մայերն եմ և հավատում եմ, որ Աստված կարող է բժշկել ձեզ ամեն բնագավառում։ Շնորհակալություն այսօր ինձ միանալու և վայելել ամենօրյա կյանքը հաղորդումը դիտելու համար, որի ընթացքում ես խոսելու եմ մի թեմայի շուրջ, որը կարծում եմ շատ կարևոր է բոլորիս համար, և ձեզնից ոմանց համար դա կարող է կյանք փոխող թեմա լինել։ Ուզում եմ խոսել նոր սկիզբ դնելու մասին, կապված այն բանի հետ, թե ինչպես եք վերաբերվում ինքներդ ձեզ կամ ինչպես եք տեսնում ինքներդ ձեզ։ Գիտեք, եթե կարողանայինք տեսնել մեզ այնպես, ինչպես Աստված է տեսնում, մեր կյանքը շատ ավելի լավը կլիներ։ Եվ գիտեք, Աստված այնքան շատ բան է ուզում անել ձեզ համար, բայց եթե դուք վատ վերաբերմունք ունեք ձեր նկատմամբ, վատ եք մտածում ձեր մասին, չափազանց դժվար է ընդունել այն բաները, որ Աստված ցանկանում է տալ ձեզ։ Թագավորաց 2-րդ գրքի 9:1-13 Եվ Դավիթն ասաց. Այն ժամանակ նա արդեն թագավոր էր։ Արդյոք Սավուղի տնից մնացած մարդ կա, որ նրան բարերարություն անեմ Հովնաթանի սիրո համար։ Ինձ համար դա հավասարազոր է, որ Աստված ասի. արդյոք կա որևէ մեկը, որ նրան բարություն ցուցաբերեմ հանուն Հիսուսի։ Գիտեք, Աստված բարի չէ մեր հանդեպ, պարզապես հանուն մեզ։ Նա բարի է այն ամենի շնորհիվ, ինչ Հիսուսն արեց մեզ համար։ Սավուղի տնից Սիբա անունով մի ծառա կար, և նրան կանչեցին Դավթի մոտ, և թագավորը նրան ասաց. Սիբան դու ես։ Եվ նա ասաց. ծառատ եմ։ Եվ թագավորն ասաց. Սավուղի տնից մնացած մարդ չկա, որ նրան Աստծո անխափան, անսպառ, անսահման ողորմությունն ու բարությունն անեմ։ Չէիք ցանկանա արժանանալ Աստծո այդ անսահման ողորմությանը։ Եվ Սիբան ասաց թագավորին. Հովնաթանից, ով Սավուղի որդին էր, որը նաև ուխտի մեջ էր Դավթի հետ, և դա շատ բան էր նշանակում նրանց համար։ Հովնաթանից ոտքերը կաղ մի որդի կա տակավին։ Սա մտապահեք։ Եվ թագավորը նրան ասաց. նա որտեղ է։ Եվ Սիբան ասաց թագավորին. ահա նա Լադաբարում Ամիելի որդի Մաքիրի տանն է։ Եվ Դավիթ թագավորը մարդ ուղարկեց, և նրան Լադաբարից Ամիելի որդի Մաքիրի տնից առավ, որտեղ նա ապրում էր։ Եվ Սավուղի որդի Հովնաթանի որդի Մեմփիբոսթեն Դավթի մոտ եկավ, և երեսի վրա ընկավ ու խոնարհություն արեց։ Եվ Դավիթն ասաց. ով Մեմփիբոսթե։ Եվ նա ասաց. ահա ծառատ։ Եվ Դավիթը նրան ասաց. մի վախեցիր, որովհետև քո հոր Հովնաթանի սիրո համար քեզ անպատճառ բարերարություն պիտի անեմ, և քո հոր Սավուղի բոլոր արտերը քեզ վրա պիտի դարձնեմ։ Եվ դու միշտ պիտի իմ սեղանի վրա հաց ուտես։ Հիմա լսեք սա։ Եվ նա խոնարհություն արեց և ասաց. ծառատ ով է, որ ինձ պես մի մեռած շան վրա նայեցիր։ Նա պատկերացնում էր իրեն որպես սատկած շուն։ Սա նախորդ թագավորի թոռն էր, Հովնաթանի որդին, որը ուխտի մեջ էր Դավթի հետ։ Վստահ եմ, որ նա պետք է իմանար, որ ինքը իրավունքներ և արտոնություններ ունի։ Վստահ եմ, որ դուք լսելով Աստծո խոսքը հասկանում եք, որ ունեք իրավունքներ և արտոնություններ որպես Քրիստոսում հավատացյալներ։ Բայց նա երբեք պալատ չէր գնացել դրանք պահանջելու։ Եվ դրա պատճառը այն վերաբերմունքն էր, որ ուներ ինքն իր հանդեպ։ Գուցե շատ իրավունքներ և արտոնություններ, որոնք ունեք այն ամենի շնորհիվ, որ Քրիստոսն արեց ձեզ համար, երբեք չեք պահանջել, որովհետև զգում եք, որ արժանի չեք դրանց, որովհետև լավ կարծիք չունեք ինքներդ ձեր մասին։ Ուզում եմ, որ այս հաղորդումից հետո որոշ ժամանակ հատկացնեք և խորապես մտածեք այն մասին, թե ինչպես եք վերաբերվում ինքներդ ձեզ։ Ինչպիսին է ձեր վերաբերմունքը ինքներդ ձեր նկատմամբ։ Արդյոք կան բաներ, որոնց համար մեղադրում եք ձեզ երկար ժամանակ։ Այսօր նոր սկիզբ դնելու օր է։ Իսկ թագավորը Սավուղի ծառա Սիբային կանչեց և ասաց. Սավուղի և նրա տան ամբողջ ստացվածքը քո տիրոջ որդուն տվի, և դու և քո որդիները
Եվ ծառաներդ նրա համար երկիրը գործեք եւ պտուղը իր մոտ բերես, որ քո տիրոջ որդին ուտելու հաց ունենա։ Եվ քո տիրոջ որդի Մեմփիբոսթեն պիտի մշտապես իմ սեղանի վրա հաց ուտի։ Եվ Սիբան 15 որդի եւ 20 ծառա ուներ։ Եվ Սիբան ասաց թագավորին. Իմ թագավոր, տերս քո ծառային ինչ որ հրամայեց, ծառատ այնպես պիտի անի։ Բայց Մեմփիբոսթեն, ասաց Դավիթը, թագավորի որդիներից մեկի պես իմ սեղանի վրա հաց պիտի ուտի։ Գիտեք դա այն է, ինչ Աստված ուզում է ձեզ համար, նա ուզում է, որ դուք այսպես ասած օգտվեք իր սեղանից, բաժնեկից լինելով այն բոլոր արտոնություններին, որոնք Հիսուսը շնորհեց ձեզ իր մահով։ Այսօր ես պարզապես զգում եմ, որ ձեզնից շատերը զրկված են բազում բարիքներից, որոնք Աստված կցանկանար տալ, բայց դուք նույնիսկ չեք խնդրում դրանք այն զգացողության պատճառով, որ ունեք ձեր հանդեպ։ Մենք զգում ենք, որ արժանի չենք, որ Աստված ինչ-որ բան անի մեզ համար, եւ դա ճիշտ է, մենք արժանի չենք, բայց Հիսուսն արժանի էր դրան մեր փոխարեն։ Եվ երբ մենք գնում ենք Հոր մոտ Հիսուսի անունով, մենք նրան չենք ներկայացնում այն ամենը, ինչ մենք ենք, մենք նրան ներկայացնում ենք այն ամենը, ինչ Հիսուսն է։ Հիմա լսեք։ Վերջին խոսքը կամ վերջին երկու խոսքերը։ Եվ Մեմփիբոսթեն մի փոքրիկ տղա ուներ եւ նրա անունը Միքա էր։ Եվ Սիբայի տան բոլոր բնակվողները Մեմփիբոսթեի ծառաներն էին։ Եվ Մեմփիբոսթեն բնակվում էր Երուսաղեմում, որովհետեւ միշտ թագավորի սեղանի վրա հաց էր ուտում, եւ նա իր երկու ոտքերից կաղ էր։ Այս ամենից ես հասկանում եմ այն, որ նա ուտում էր թագավորի սեղանից։ Չնայած դեռ ուներ թերություններ եւ տկարություններ։ Եվ մենք պետք է գիտակցենք, որ միշտ ունենալու ենք թերություններ եւ տկարություններ, մինչեւ դուրս չգանք այս հողեղեն մարմնից։ Եվ գոհություն Աստծուն Հիսուսի համար, եւ շնորհակալ ենք Աստծուն, որ երբ նրանից ինչ-որ բան ենք խնդրում, մենք աղոթում ենք Հիսուսի անունով, ոչ թե մեր անունով։ Գիտեք, մեր թերությունները չեն սահմանափակում Աստծուն, բայց մենք հաճախ թույլ ենք տալիս, որ դրանք սահմանափակեն մեզ։ Աստված պատրաստ էր, բայց Մեմփիբոսթեն ոչ։ Ինչպես եք տեսնում ձեզ։ Ինչպես մենք տեսնում ենք մեզ, այնպես էլ մեզ տեսնում են ուրիշները։ Հետաքրքիր է, երբ մտածում ես այդ մասին, որովհետև ինչպես վերաբերվում ես ինքդ քեզ, այդ պատկերն էլ արտացոլում ես, անկախ նրանից գիտակցում ես դա թե ոչ։ Օրինակ, եթե չունես վստահություն, կարտացոլես դա, եւ դա կստիպի, որ ուրիշներն էլ վստահություն չունենան քո հանդեպ։ Թվոց 13-րդ գլխում Մովսեսը 12 լրտես ուղարկեց Քանան, երկիրը լրտեսելու եւ տեսնելու, թե արդյոք այն իսկապես այնպիսի լավ երկիր է, ինչպիսին իրենց ասել էին։ Եվ երբ նրանք վերադարձան, լրտեսներից 10-ը ասացին. Եվ այնտեղ տեսանք հսկաներին, Ենակի որդիներին, որ հսկաներից են, այնպես, որ մենք մեր աչքին մարախի պես էինք եւ այնպես էլ էինք նրանց աչքին։ Գիտեք, կա Աստվածաշնչյան ապացույց, որ ինչպես տեսնում ենք ինքներս մեզ, այդպես էլ տեսնում են մեզ ուրիշները։ Նրանք չէին հավատում, որ կարող են հաղթել հսկաներին։ Եվ հսկաներն արդեն առավելություն ունեին նրանց նկատմամբ, քանի որ դուք երբեք չեք կարող անցնել այն ամենի սահմաններից, ինչին հավատում եք։ Երկու տղամարդ, Հեսուն եւ Քաղեբը, դուրս եկան եւ ասացին. «Ելնենք եւ ժառանգենք այն, որովհետեւ մենք անպատճառ կարող ենք նրան տիրել»։ Եվ սա այն հոգին է, որը Աստված ուզում է տեսնել մեր մեջ։ Նա ուզում է, որ մենք գործողություններ ձեռնարկենք, ոչ թե հետաձգենք։ Նա ուզում է, որ մենք հավատանք, որ ինքը միշտ մեզ հետ է, եւ մենք բառացիորեն կարող ենք անել ամեն բան Քրիստոսի միջոցով, որ մեր զորությունն է։ Ինչի եք սպասում ապագայում։ Արդյոք դա մի բան է, որից վախենում եք, մի բան, որին ընդունակ չեք, մի բան, որին չեք տիրապետում։ Գուցե դուք չեք տիրապետում, բայց Աստված տիրապետում է։ Ուստի աղոթեք դրա համար եւ թող ձեր վստահությունն ուղված լինի Աստծուն, ոչ թե ձեզ։ Նույնիսկ մի նայեք ձեր ձախողումներին։ Այն, որ անցյալում ձախողվել ենք ինչ-որ բանում, չի նշանակում, որ ապագայում կձախողվենք ամեն բանում։ Աստվածաշնչում կա մեկ այլ մարդ, որն ինչպես Աստվածաշունչն է ասում, կաղում էր, եւ ես դա կրկին դիտարկում եմ որպես տկարություն, Հակոբը։ Աբրահամը, Իսահակը, Հակոբը շատ կարևոր մարդիկ էին Աստվածաշնչում։ Հակոբը կաղում էր, բայց պատմության վերջում կտեսնեք, որ Աստծո հետ մենամարտելուց հետո նա կաղալով հեռացավ իր հետ տանելով իր օրհնությունները, չնայած արժանի չէր այդ օրհնություններին։ Ծննդոց 32-24-28։
Եվ Հակոբը մենակ մնաց եւ մի մարդ գոտեմարտում էր նրա հետ մինչեւ արշալույսի ծագելը։ Հակոբը խաբել էր իր եղբորը Եսավին, զրկելով նրան իր անդրանիկության իրավունքից։ Եսավը հրաժարվեց դրանից, ինչը նույնպես խնդիր առաջացրեց։ Նա վաճառեց իր անդրանիկության իրավունքը մի ամանապուրի դիմաց, եւ այդ օրերին անդրանիկության իրավունքը նրանց համար շատ ավելին էր նշանակում, քան մեզ համար։ Այն նրանց տալիս էր ժառանգության կրկնակի բաժին, եւ նրանք ստանում էին առաջնեկի օրհնությունը, եւ այդ օրհնությունը չափազանց կարեւոր էր նրանց համար։ Հայրն աղոթում էր նրանց համար, որպեսզի նրանք օրհնվեին։ Եվ դրանից հրաժարվելն իսկապես շատ անհարգալից էր, եւ նա դա արեց պարզապես այն պատճառով, որ քաղցած էր։ Բայց դրանից հետո Հակոբը միշտ վախենում էր Եսավից, եւ այդ պատճառով նա տարիներ շարունակ փախչում էր նրանից, նույնիսկ տեղյակ չլինելով, որ թեև սկզբում Հակոբը զայրացած էր, բայց հետո ներել էր իրեն եւ իրականում կցանկանար հարաբերություններ ունենալ իր հետ։ Այսպիսով Հակոբը հասավ այն կետին, որ ուզում էր փոխվել։ Գուցե դուք էլ հասել եք ձեր կյանքի այն կետին, որ ուզում եք փոխվել։ Գիտեք, նախքան մենք կկարողանանք փոխվել, պետք է հասնենք այն կետին, որ ցանկանանք փոխվել, եւ նախքան կկարողանանք փոխվել, պետք է լինենք այն կետում, որ պատրաստ լինենք առերեսվելու մեր մասին ճշմարտությանը։ Ոչ թե մեր խնդիրների համար մեղադրելով ինչ-որ մեկին, այլ պատասխանատվությունը վերցնելով մեզ վրա։ Գիտեք, մանկության տարիներին ես բռնության եմ ենթարկվել եւ երկար ժամանակ ամեն ինչի պատճառը դա էի համարում, եւ Աստված վերջապես խոսեց սրտիս. ահա թե ինչու ես դու այնպիսին, ինչպիսին կաս, բայց թույլ մի տուր, որ դա լինի պատճառ այդպիսին մնալու համար, այնպես որ թույլ տվեք այսօր ասել ձեզ, եթե դժվար կյանք եք ունեցել, եթե ձեզ հետ անարդար եւ անիրավ բաներ են պատահել, ես ցավում եմ, որ անցել եք այդ ամենի միջով։ Ես գիտեմ, որ Աստված չէր ցանկանում տեսնել, թե ինչպես եք անցնում այդ ցավի միջով, բայց նա կօգտագործի դա ձեր կյանքում բարի նպատակով, եթե թույլ տաք նրան։ Այնպես որ մի օգտագործեք դա որպես արդարացում որևէ վատ վարքի համար։ Եվ տեսավ, ով տեսավ, թերևս Հիսուսը կամ նրա հրեշտակը, Տիրոջ հրեշտակը, եւ տեսավ, որ չկարողացավ նրան, Հակոբին հաղթել, դիպավ նրա ազդրին, եւ Հակոբի ազդրի ամոլաջիլը թուլացավ նրա գոտեմարտած ժամանակ։ Եվ նա ասաց. Թող տուր ինձ, որովհետև արշալույսը ծագեց, եւ Հակոբն ասաց. չեմ թողնի քեզ մինչև որ ինձ չօրհնես։ Ինձ համար դա բավականին համարձակ է հնչում։ Ինչ եք կարծում։ Աստված, ես քեզ չեմ թողնի մինչև ինձ չօրհնես։ Գիտեք, ես որոշ չափով հասկանում եմ դա, որովհետև եղել են բաներ, որոնց համար աղոթել եմ Աստծուն։ Ես աղոթել եմ, աղոթել եւ ասել եմ. ես չեմ լռելու մինչև այս բնագավառում ճեղքում չտեսնեմ։ Եվ գիտեք, Աստծուն դուր է գալիս համառությունը։ Նա սիրում է համառությունը աղոթքի մեջ։ Եվ երբ Աստծո խոսքն ասում է, որ դուք կարող եք ունենալ ինչ-որ բան, որ այն ձերն է, որ դուք ունեք դրա իրավունքը Քրիստոսի արյան շնորհիվ, մի հրաժարվեք դրանից զուտ այն պատճառով, որ դա անմիջապես չեք ստանում։ Մի հրաժարվեք դրանից։ Եվ եթե մեղանչել եք, ապաշխարեք, խոստովանեք, խոսեք Աստծո հետ դրա մասին, բայց մի թողեք, որ ձեր անցյալի մեղքերը հետ պահեն ձեզ ձեր ներկա օրհնություններից։ Աստված ուղարկեց Հիսուսին, որպեսզի այնքան շատ բան անի մեզ համար, սակայն նրա սիրտը կարծում եմ ցավում է, երբ մենք այդքան քիչ ենք օգտվում այդ ամենից։ Հեռացրեք ձեր աչքերը այն ամենից, ինչ սխալ եք անում, եւ ուղղեք դրանք այն ամենի վրա, ինչ Հիսուսը ճիշտ արեց։ Թույլ տվեք կրկնել. հեռացրեք ձեր աչքերը այն ամենից, ինչ սխալ եք անում, եւ ուղղեք դրանք այն ամենի վրա, ինչ Հիսուսը ճիշտ արեց ձեզ համար։ Նա դա արեց ձեզ համար։ Եվ նա կրկին Հիսուսի ներկայացուցիչը կամ նրա հրեշտակը ասաց նրան. ինչ է անունդ։ Նա շատ լավ գիտեր, թե ինչ է նրա անունը, բայց նա ուներ նպատակ։ Եվ նա ցնցված շշնջալով ասաց. Հակոբ, տեղը գրավող, խարդախ, խաբեբա, խորամանկ։ Նա առերեսվեց ինքն իր հետ։ Ես խաբեբա եմ եղել, ես խարդախ եմ եղել, ես խորամանկ եմ եղել, ես հնարքներ բանեցնող եմ եղել, բայց նա ուզում էր փոխվել։ Եվ Աստված ասաց նրան. այլևս քո անունը Հակոբ, խաբեբա չասվի, այլ Իսրայել, Աստծո հետ մրցող։
Որովհետև Աստծո հետ եւ մարդկանց հետ ունեցար զորություն եւ մարտնչեցիր եւ հաղթեցիր։ Մշտապես արեք սա հարգալից կերպով, բայց մի վախեցեք համառելուց եւ Աստծուն ասելուց. Տեր, սա քո խոսքում է, եւ ես դա պահանջում եմ ինձ համար։ Եթե կա ինչ-որ բան, որի համար պետք է ապաշխարեմ, ցույց տուր ինձ, եթե կա ինչ-որ բան, որ պետք է անեմ, ցույց տուր, բայց ես չեմ հրաժարվելու օրհնված լինելուց, որովհետև դա այն է, ինչ դու խոստանում ես քո խոսքում։ Ձեզնից ոմանք համակերպվել են, հենց հիմա ես զգում եմ դա իմ սրտում։ Դուք համակերպվել եք եւ պարզապես մտածում եք, դե գիտեք, կարծում եմ, ես պարզապես այն մարդկանցից չեմ, ում Աստված կօրհնի։ Ոչ, լսեք ինձ, Աստված ուզում է օրհնել ձեզ, եւ նա ուզում է անսահմանորեն օրհնել ձեզ։ Նա ուզում է անել ձեզ համար ավելին, քան կարող եք պատկերացնել, բայց դուք պետք է սկսեք հավատալ, որ նա կանի դա ձեզ համար։ Նույնիսկ եթե դեռ կաղում եք, միևնույն է, կարող եք օգտվել թագավորի սեղանից։ Հակոբը կաղում էր, բայց նա կաղալով հեռացավ իր օրհնությունով, եւ դա ինձ դուր է գալիս։ Նա սխալ մարդ էր եղել, բայց այժմ ուզում էր ճիշտ մարդ լինել։ Նա պատրաստվում էր հանդիպել Եսավին եւ իր առջևից մարդկանց ուղարկեց նվերներով, իրականում կաշառքով, փորձելով հաշտվել Եսավի հետ։ Եվ Եսավը նրան ասաց. դու իմ եղբայրն ես։ Ես այդ նվերների կարիքը չունեմ։ Ինչևէ, նա հայտնեց նրան, որ բարկացած չէ եղբոր վրա եւ ուզում է փոխհարաբերություն ունենալ նրա հետ։ Աստված օրհնում է աքսորվածներին եւ կաղերին, համաձայն Աստծո խոսքի։ Լսեք այս խոսքը, սա այնքան հրաշալի խոսք է։ Սոփոնիա 3:17-19 Քո Տեր Աստված քո մեջ զորավոր է։ Հասկանում եք, Սուրբ Հոգին ապրում է ձեր մեջ, դուք Աստծո բնակարանն եք։ Վաու։ Եթե դուք Աստծո զավակ եք, եթե ձեր կյանքը հանձնել եք Քրիստոսին, նա ուղարկում է իր Հոգին, որ ապրի ձեր ներսում։ Զորավոր է, նա փրկում է, նա պիտի ուրախանա քեզ համար զվարճությամբ։ Նա պիտի հանգստանա լուռ բավարարվածությամբ եւ իր սիրով նա պիտի լռի։ Այժմ լսեք։ Եվ չպիտի հիշատակի անցյալի մեղքերը կամ նույնիսկ հիշեցնի դրանք։ Եվ պիտի ցնծա քեզ վրա խնդալով։ Երբևէ վիճել ես ինչ-որ մեկի հետ եւ գուցե փորձել ես հարթել իրավիճակը եւ նա ասել է. Լավ, ես կներեմ քեզ, բայց մի մոռացիր, որ դու այս եւ այս բաներն ես արել։ Դա կարծես առաջացնում է այնպիսի զգացողություն, որ նա ներում է քեզ, բայց իրականում չի ցանկանում դա անել։ Ինձ դուր է գալիս, երբ խոսքն ասում է. Աստված ուրախանում է մեզ համար զվարճությամբ։ Եվ նա նույնիսկ չի հիշատակում կամ չի հիշեցնում մեր անցյալի մեղքերը։ Գիտեք ինչու Աստվածաշունչն ասում է, որ երբ ապաշխարում ենք, երբ խոստովանում ենք մեր մեղքերը եւ զղջում դրանց համար, պետք է պատրաստ լինենք շրջվելու եւ գնալու բոլորովին նոր ուղղությամբ, ինչպես Հակոբը, որը հոգնել էր այն ամենից, ինչ անում էր, եւ պատրաստ էր հանդիպելու Աստծուն եւ գործելու Աստծո ճանապարհներով։ Պատրաստ ես հանդիպելու Աստծուն եւ արվելու նրա ճանապարհների համաձայն։ Նա դա արեց եւ ներում ստացավ մեղքերի համար։ Թույլ տվեք ասել, իդեպ որոշ մարդիկ ներում են խնդրում, բայց երբեք իրականում չեն ընդունում այն։ Նկատի ունեմ, նրանք երբեք չեն ներում իրենց։ Դուք կարող եք նույնիսկ հենց հիմա, այսօր հավատալ, որ Աստված ներել է ձեզ, բայց դուք դեռևս չեք ներում ինքներդ ձեզ։ Թողեք այն, ինչ հետևում է եւ ձգտեք դեպի առջևում եղած բաները։ Ես զգում եմ, որ որոշ մարդկանց սա իսկապես օգնում է։ Երբ Աստված ներում է մեր մեղքերը, Աստվածաշունչն ասում է, որ նա մոռանում է դրանք։ Հրաշալի է։ Եվ հեռացնում է այնքան հեռու, որքան արևելքն է հեռու արևմուտքից։ Ոչ ոք չի կարող հասկանալ, թե որքան հեռու է դա, բայց շատ հեռու է եւ այլևս չի հիշում դրանք։ Դադարիր Աստծո հետ անցյալիդ մեղքերի մասին խոսելուց, որովհետեւ նա չգիտի, թե ինչի մասին ես խոսում։ Նա արդեն մոռացել է։ Երբ 20 տարիս բոլորած երիտասարդ կին էի եւ սկսել էի ամուսնուս հետ եկեղեցի գնալ, ամեն երեկո խոնարհվում էի մահճակալիս մոտ եւ Աստծուն խնդրում, ներիր ինձ իմ մեղքերի համար։
Դարձրու ինձ լավ կին եւ լավ մայր, եւ ամենակարևորը դարձրու ինձ լավ քրիստոնյա, որովհետեւ գիտեմ, որ եթե կարողանամ լավ քրիստոնյա լինել, ապա մնացած ամեն բան լավ կլինի։ Դա իմ աղոթքն էր ամեն գիշեր եւ չգիտեմ որքան ժամանակ այդպես աղոթեցի, բայց մի գիշեր սրտումս լսեցի Տիրոջ խոսքը. ես ներեցի քեզ առաջին անգամ, երբ խնդրեցիր։ Վաու։ Հասկանում եք, առաջին անգամ, երբ Աստծուց խնդրեցի ներել ինձ, նա ներեց ինձ, բայց ես չներեցի ինձ։ Եվ այն մեղքերը, որոնց մասին խոսում էի, անցյալի մեղքեր էին։ Դրանք նույնիսկ ներկայի մեղքեր չէին, դրանք իմ անցյալի մեղքերն էին։ Նա ասում է. ես կհավաքեմ քեզ պատկանողներին, գերության մեջ գտնվող իսրայելցիներին, որոնք կարոտում եւ տրտմում են հանդիսավոր հավաքույթի եւ տոների համար, որոնց նրանց աքսորը եւ Երուսաղեմում պատարագներին մասնակցելու անկարողությունը ծաղր են բերել, եւ նրանց նախատինքը բեռ։ Այժմ լսեք, ահա այն ժամանակ ես պիտի գործ ունենամ քո բոլոր նեղիչների հետ։ Վաու, թույլ տվեք, որ Աստված գործ ունենա ձեր թշնամիների հետ։ Հարկ չկա, որ դուք դա անեք։ Նա կանի դա։ Ես պիտի գործ ունենամ քո բոլոր նեղիչների հետ եւ կաղին պիտի ազատեմ։ Եթե դու կաղ ես, Աստված ասում է, ես քեզ կփրկեմ եւ աքսորվածին պիտի ժողովեմ եւ նրանց գովասանք եւ անվանի պիտի անեմ նրանց նախատինքի ամեն երկրում։ Սա այնքան հրաշալի է։ Գիտեք, Աստված ուզում է օգնել հատուկ կարիքներ ունեցողներին։ Նա ուզում է օգնել լքվածներին եւ անտեսվածներին, մոռացվածներին, բռնության ենթարկվածներին, մերժվածներին, լքվածներին։ Նա ուզում է օգնել յուրաքանչյուրին, ում ցավ են պատճառել։ Եվ դուք պետք է տեսնեք ձեզ բոլորովին նոր ձևով։ Դուք պետք է տեսնեք ձեզ ինչպես Աստվածաշունչն է ասում, Քրիստոսի մեջ։ Մեջբերվող այս երկու բառը Քրիստոսի մեջ փոխում է ամեն բան այս աշխարհում։ Ես ինձ չեմ ներկայացնում Աստծուն որպես Ջոյս իր գործերով, իր լավ պատմությամբ։ Ես ինձ ներկայացնում եմ Աստծուն Քրիստոսի մեջ։ Ես գալիս եմ նրա մոտ Հիսուսի անունով, ներկայացնելով նրան այն ամենը, ինչ Հիսուսն է։ Հիսուսը վերցրեց ձեր բոլոր վատ բաները եւ տվեց իր բոլոր լավ բաները։ Եվ նա միայն խնդրում է ձեզ հավատալ դրան։ Ձեր վստահությունը մի ուղեք այն ամենին, թե ով եք դուք, ինչ կարող եք անել, ինչ տեսք ունեք, ինչ ունեք, որտեղ եք աշխատում եւ ինչ պաշտոն եք զբաղեցնում։ Վստահությունը ուղեք Քրիստոսին։ Փիլիպպեցիների 3:3-ն ասում է. քանզի մենք քրիստոնյաներս ենք թլփատությունը, որ հոգով եւ Աստծո հոգով պաշտում ենք Աստծուն եւ պարծենում ենք Քրիստոս Հիսուսով։ Եվ վստահություն չունենք մարմնի, այն ամենի, ինչ կանք, տեսանելի արտոնությունների, ֆիզիկական առավելությունների եւ արտաքին տեսքի նկատմամբ, կամ կախված չենք այդ ամենից։ Թույլ տվեք մի հարց տալ, եթե ունեք որևէ վստահություն կամ երբ ունեք վստահություն, ինչին է այն ուղղված։ Ինչն է ձեզ ամենից շատ վստահություն ներշնչում, երբ մտածում եք, որ իսկապես լավ տեսք ունեք, թե երբ հաղթում եք սպորտային խաղում։ Ձեր վստահությունը թող հիմնված չլինի ձեր արածների վրա։ Ձեր վստահությունը թող հիմնված լինի այն բանի վրա, թե ով եք դուք Քրիստոսի մեջ։ Նա ապրում է ձեր մեջ, եւ նրա միջոցով դուք կարող եք անել այն, ինչ անհրաժեշտ է։ Նա ձեր ուժն է, նա ձեր իմաստությունն է։ Սուրբ Հոգին ձեր մեջ է ձեզ ուղղորդելու եւ առաջնորդելու համար։ Եվ նույնիսկ եթե ստիպված լինեք կաղալով հեռանալ ձեր օրհնություններով, դուք իրավունք ունեք ստանալու յուրաքանչյուր օրհնություն, որի համար Հիսուսը մահացավ, եւ ես անձամբ չեմ ուզում տեսնել ձեզ առանց դրանց ոչ մի րոպե։ Անչափ շնորհակալ եմ այսօր մեզ հետ լինելու համար, եւ թող սա լինի շրջադարձային կետ ձեր կյանքում։ Հուսով ենք, որ վայելեցիք այսօրվա հաղորդումը։ Խնդրում ենք կապ հաստատել մեզ հետ կամ այցելել joycemeyer.org կայք ձեր աղոթքի խնդրանքները փոխանցելու կամ մեզ հետ համագործակցելու համար։ Այս հաղորդաշարը հովանավորվում է Ջոյս Մայերի ծառայության ընկերների եւ գործընկերների կողմից։